իմ տատիկը ես որ փոքր էի 8-9 տարեկան էի ասում էր երբ որ արթնանում ես առաջինը պիտի լվացվես հագնվես մազերդ սանրես նոր սկսես խոսել նոր սկսես հաց ուտել ուզում եմ ասել սա ոնց որ մեր մեջ արդեն մտած լիներ հետո արդեն դե գիտեք ականջողեր արդեն վզնոց եւ այլն ես սիրում եմ շատ սիրում եմ այդ բոլորը աքսեսուարներ զարդեր շատ սիրում եմ եւ օգտագործում եմ որտեղ է լինեմ դա գնամ աշխատանքի սովորական թե գնամ ինչ որ միջոցառման եւ այլն դա իմ հագուստի հետ պետք է հարմարվի անպայման գույները բաները համադրվի այո այդպես բաներ եւ ձեր զարդերը հագուստը ամեն ինչ համադրած գեղեցիկ շատ ժամանակ եք հատկացնում դա ձեզ հաճույք է պատճառում թե որպեսզի այս ձեր ասած ներկայանալի լինեք չէ ես միշտ ունեցել եմ հագնելու պահը միշտ ինձ եղել է մի քիչ գալիս է ուրեմն գեներից իմ մայրը ուրեմն 93 տարեկան էր արդեն դառնում որ պիտի մահանար ոչ այն որ ասում են ոչ պուդրա էր օգտագործել ոչ պամադա էր օգտագործել համեստ լավ կին էր շատ հանգիստ եւ հետաքրքիր էր որ իր դեմքին մի հատ կնճիռ չուներ 92 տարեկան հետաքրքիր էր կլորիկ սիրունիկ դեմք ուներ ես ոնց ասեմ ձեզ ոչ մի բան չեմ անում դեռ կարող է հետագայում որ պետք լինի անեմ նկատի ունեք արհեստական միջամտություն հա արհեստական միջամտություն չեմ անում կամ նենց ոնց որ կամ բոլորը ինձ ճանաչում են այսպես ոնց որ եղել եմ եւ հետաքրքիր է որ մանկապարտեզի որ ես աշխատել եմ այդքան տարիներ առաջ ասենք եղել է այդ երեխան 6 տարեկան կամ 5 տարեկան մեկ էլ ասում է բարև ձեզ ընկեր Ալբերտ սենց մի հատ աղջիկա սենց ինձ հիշում եք ասեցի ուսումնարանից ուսանողներից եք եղել բան չէ ես ձեր մանկապարտեզի սարն եմ եղել այնքան ուրեմն դարձել էր մեծ կին սիրում եմ սենց abstract բան հայրս էլ թառ է նվագել իմ հայրս մայրս եղել են 15 թվի հայրս այստեղ եղել է ուրեմն Էջմիածնի մանկատանը փոքր եղել է ինքը այդ ժամանակ 7 տարեկան ծնողներին կորցնելով հասցնելով իր մի հատ քույր ունեցել դա Ֆրանսիայում մի հատ քույրն է վաղուց դուրս եկած եղել մի խոսքով մայրս ավելի իրանց ընտանիքը ավելի քիչ զոհեր են տվել մայրս էլ եղել է 40-ի մեջ տատիկս ասում էր ճանապարհին ասում են այդ երեխային թողել մի էլ հետդ մանտուր 3 տղաներ 3 եղբայրներ ունեցել հա դե իրանց ընտանիքը այդ պատերազմ եւ այլն տխուր ընտանիք է եղել բայց երբեք տատիկս ցույց չի տվել իր պահվածքով որ ինքը այդքան վատ օրեր ունեցել տանջանքներ տեսել իր պահվածքից չէ իր ինքը միշտ իր դիրքում միշտ սիրում էր գլխաշոր եւ ինձ ասում էին դու վանեցու լեզու չէ իրանք խոսում էին բառեր կար բայց իրանք լրիվ այդ վանեցու լեզուն չէին օգտագործում հա տատիկս պիտի որ օգտագործեր մայրս այդքան դե 40-ի մեջ բերել են բայց բանը տատիկս բայց ինքը քիչ էր օգտագործում այդ բառերը բայց հիմա вообще լեզուները դժվար է հասկանալ մեր Հայաստանի այդ շրջաններն է չգիտեք ոնց է կատարում ինչ է կատարում մի խոսքով այդպիսի բաներ հետաքրքիր է որ դժվար կյանքը այնուամենայնիվ խոչընդոտ չի եղել որ երաժշտության մեջ լինեն ասացիք ձեր հայերը թառը նվագել հետո արդեն եղբայրը քերիներ եմ ունեցել որոնք էլ երաժշտությամբ են զբաղվել բայց պատերազմի ժամանակ զոհվել են կամ էլ գիտեք ինձ թվում է երաժշտությունը նաև ամոքիչ մի բան է եղել որտեղ ստեղծագործելով իրենք նաև այդ դժվար կյանքը այսինքն դուրս բերելու արտահայտելու մի եղանակ է իհարկե երաժշտությունը օգնում է դա հոգեբաններն են նույնիսկ երաժշտությունով կա բան հանգստյան տներում էլ կա հատուկ սենյակ կա որ հանգստի սենյակ է կոչվում մեղմ երաժշտությունը գնում այնտեղ բան դու նստած ես ոնց որ հանգստանաս երաժշտությունը ամեն տեղ է պետք եւ ուրախության ժամանակ եւ տխրության ժամանակ դա այդպես է առանց երաժշտության կյանքը չեմ կարծում որ կարելի է ապացուցված է որ արվեստի այո բացառիկ ճյուղերից է աստվածային նայած ինչ են լսում չնայած պետք է մի քիչ սիրել կյանքը
Մի քիչ թե շատ։ Մի քիչ էլ շատ էլ։ Ուրեմն ես շատ զբաղված եմ լինում, այդ զբաղվածությունը դա նույնպես երիտասարդանալու մի հատված է։ Աշխատում եմ, ստեղծագործում եմ, երգեր եմ գրում, այս վերջերս արդեն պիտի տպագրվի իմ 2 ձեռնարկները դպրոցական եւ նախադպրոցական, որը հաստատվեց կրթության նախարարության եւ գզնակի կողմից։ Եվ դա իրավունք է տալիս, որ դպրոցները եւ նախադպրոցական հաստատությունները, մանկապարտեզները եւ այլն, որ այդ երգերը իրավունք ունեն իրենց ծրագրում կատարելու։ Բացի դրանից կա գոյություն ունի նաև պետական ծրագիր, որը արդեն հաստատված է։ Պետական ծրագրի մեջ էլ ուրեմն բավականին շատ իմ երգերն են տարբեր տարիքային երեխաների համար, երևի 30 երգ կա այդպես, որ պետական ծրագրի մեջ է։ Ես սիրում եմ, անկախ ինձանից է գալիս դա այդ գրելու հատկությունը, առաջի իմ երգերը գրվել են Ես աշխատել եմ Աքսել Բակունցի անվան ուսումնարանում դասավանդել։ Դա գիտեք որ թվերի մասին է խոսքը 64 թիվ։ Հրաշալի։ Ուրեմն դասավանդել եմ, այդտեղ առաջի անգամ գրվել է Համո Սահյանի բառերով երգ, Արամայ Սահակյանի բառերով երգ եւ հպարտ եմ զգում ինձ հիմա ինչի համար, որովհետեւ իրենք անձամբ ներկա են եղել եւ լսել են իրենց ստեղծագործությունները։ Այդպիսի բաներ կար ուսանողական գարուն, հրավերքներ էր լինում գրողների եւ իրենք ներկա են եղել եւ կատարումները գնացել է ոչ թե ես եմ երգել, այլ եղել են ուսանողներ, որոնք շատ գեղեցիկ ձայնի տվյալներ ունենալով կատարել են։ Որ ստեղծագործությունների մասին է խոսքը։ Ուրեմն Համո Սահյանը չի վերնագրում իր ես գրել եմ ուրեմն ես եմ ոնց որ գրել երգը եւ գրել եմ հիշողություն այդպիսի մի բանով իսկ բանը Արամայ Սահակյանը հաճախ ինչու կոչվում է երգը արդեն իր վերնագրով Երջանիկ Առաքելյանի բառերով ունե երգեր իմիջիայլոց այսպիսի բան եղավ ուրեմն հերոստատեսությունը շանթը կազմակերպել էր մրցույթային ծրագիր ովքեր որ ստեղծագործում են Ես իհարկե ներկայացա, այդ տարիների մասին եմ ասում։ Ես ներկայացա, որովհետև Երջանիկ Առաքելյանի բառերով ունեի շատ գեղեցիկ երգ եւ Համո Սահյանի բառ իրենք արդեն չկային։ Մահացել էին։ Եւ երբ որ ես տարա, արդեն ասեցին հեղինակները պետք է գիտեք ներկա լինեն իրենք Տենց չի որ հեղինակը ասի ուրեմն այդ հայտարարության ժամանակ ուրեմն պետք է նշեք որտեվ երգը երբ որ գրվում է մենք չգիտենք ինչ կլինի այդ երգի հեղինակի կարգավիճակով